պրակտիկայի մասին հնչեց պարոն Զոհրաբյան եւ պարոն Սարգսյան, միջազգային պրակտիկան ինչ է ցույց տալիս կոնկրետ ծիսակատարությունների մասնակցելու հարցի առնչությամբ։ Չենք կարող բնականաբար նման նաև նախադեպ կարողա չգտնենք, երբ որ երկրի վարչապետը հենց ուղիղ դրոշը ձեռքը վերցած հակաեկեղեցական շարժում է գլխավորում, ես նման նախադեպ չգտնենք, եթե ոչ գնանք երևի Պապ Թագավորի ժամանակահատվածը եւ այդ առումով բնականաբար կդժվարանամ ասեմ, բայց Հայաստանում այդ պրակտիկան կա, ես արդեն նշեցի, վերջերս նույնիսկ մեկ ամիսը չի լրացել այդ դեպքից, երբ դատարանը տնային կալանքի տակ գտնվող քահանային թույլատրեց կիրակի օրերին մասնակցել անմահ եւ սուրբ պատարագների։ Այսինքն այդ նախադեպը մենք ունենք, ինչևէ, տեսեք, բոլոր դեպքերում Միքայել Սրբազանը գոնե իր տանը կգտնվի, վիրահատությունից եւ հիվանդանոցից դուրս գալուց հետո գոնե իր տանը կգտնվի, բնականաբար արդեն իր առօրյայով եւ մենք այստեղ կարծում եմ փոքրիկ առաջընթաց ունենք։ Մենք դեռևս մեր վերաբերմունքը դատական իշխանության նկատմամբ եւ որ այս մասով բնականաբար քաղաքական ճնշում կա, չենք փոխել, այդ վերաբերմունքը կայ պահպանվում է, եթե ամփոփենք մեր հարցու պատասխանը, այս փոփոխությունը համարում ենք, այս դրական փոքրիկ տեղաշարժը համարում ենք ընդհանուր հանրային եւ կարծում եմ նաեւ միջազգային կառույցների չերևացող ճնշումների արդյունք, որովհետեւ հասկացան, որ ակնհայտ պարզ երևում է, որ այստեղ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, հաջորդիվ բնականաբար խնդիրներին կանդրադառնանք ըստ դրանց տեղատարափի։ Պարոն Սարգսյան, հավելելու բան ունեք այս առումով։ Մենք ասեմ, որ դա համադրական իրավունք է եւ ավելի բարձր շեմ ունի, հետեւաբար այդ իրավունքի պահպանման համար պետք է միջոցներ ձեռնարկվի։ Այն որ ասում է, որ օրենքով նման կառուցակարգ չկա, օրենքով կառուցակարգ չլինելը չի նշանակում, որ իրավունքի խախտում պետք է լինի, հենց իրավունքը պետք է առաջնային լինի, եւ եթե օրենքում չկա նման սահմանում, հետեւաբար արգելքել չկա եւ դատանը պետք է այդ իրավունքը ապահովի իր թույլտվությամբ։ Այստեղ կարծում եմ օրենսդրական որևէ խնդիր չկա եւ այդ իրավունքը կարող է եւ պետք է ապահովի։